Ողջույն Factor TV յուրա անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն է բարդես։ Պարոն Ղևոնդյան, Միացյալ Նահանգների պետքարտուղար տեղակալ Ջեյմս Օբրայան այսօր Բաքվում է եւ սա երկար սպասված այց է, նախորդել էր այս այցին Միացյալ Նահանգներից բավականին կոշտ հռետորաբանություն, ըստ էության Օբրայանը Բաքվին դիմելով նշում է, որ նրանք շաբաթներ ունեն կողմնորոշվելու արդյոք Արմենիան ձևաչափերում համաձայնվում են պայմանագիր կնքել, այլապես նաև հետևանքներից են խոսում, ինչ սպասել այս այցից Բաքու։ Կարծում եմ որոշակի կմեղմվի Բաքվի դիրքորոշումը այս այցից հետո, չեմ կարող հստակորեն ասել արդյոք այնքան կմեղմվի, որ Ադրբեջանի ղեկավարությունը համաձայն լինի արդեն պայմանագիր կնքել, բայց կարծում եմ այնքան կմեղմվի, որ Ալիևը հաջորդ հանդիպմանը արևմտյան հարթակ կգնա։ Սա չի նշանակում, որ կգնա ստորագրելու մտադրությամբ կամ նույնիսկ եթե հայտարարի, որ գնում է ստորագրելու կգնա եւ կստորագրի, որովհետեւ զարգացումները բազմազան կարող են լինել, այստեղ գործընթացը բավական անկանխատեսելի է։ Այնուամենայնիվ մեծ հավանականությամբ նա կգնա եւ կհանդիպի Փաշինյանին արևմտյան հարթակում, այլ հարց է թե դա երբ տեղի կունենա, որովհետեւ եթե խոսում ենք շաբաթների մասին, ես կարծում եմ այլևս չեն հասցնի նախապատրաստել ամեն ինչ մինչև ամանոր եւ նոր տարվա սկզբին մեծ հավանականությամբ այդ հանդիպումը տեղի կունենա։ Շատ լավ, հիմա Ադրբեջանի նախագահը քիչ առաջ Ադա համալսարանում խոսել է Ղարաբաղ վերադարձ տուն 30 տարեան ձեռքբերումներ դժվարություններ համաժողովից։ Մենք քիչ անց իհարկե խոսենք նաև Միացյալ Նահանգների ԵՄ-ի դերակատարման մասին, քանի որ սա թարմ հաղորդագրություն է, դե ստացել են Հայաստանի պատասխանը խաղաղության պայմանագրի, ասում է դա ուսումնասիրելուց գնահատելուց հետո կարծում ենք տեղին կլինի ԱԳ նախարարների հանդիպումը, որովհետև ասում եմ հիմա տեսնում ենք շատ մոտ չենք կոնսենսուսին, բայց Հայաստանի ի սկզբանե պնդած կարևոր հարցերը այլևս չկան, մենք առաջ են գնացել, երկրորդ մասում խոսում է երաշխիքներից, նախ այս մասով Էլի երկում ձևաչափով են այդ հանդիպումը պատկերացնում, թե կարող է Բրայանի այցը բան փոխել։ Ես կարծում եմ ոչ, սա երկում ձևաչափի մասին չէ, որովհետև արևմուտքն էլ կոնկրետ Միացյալ Նահանգները հստակ հասկացնում են, որ իրենք երկում ձևաչափի հետ կապված լուրջ հույսեր չունեն, եւ Հայաստանը եւս ցույց է տալիս, որ երաշխավորների ինստիտուտը, որը հենց սկզբից պայման է եղել Հայաստանի դեպքում Հայաստանը պայմանը դրել է մշտապես, շատ կարևոր է, իսկ երկում հանդիպումները բնականաբար երաշխավորի ներկայություն կամ երաշխավորի կողմից հետագայում իր երաշխավորության իրականացում չի ենթադրում։ Ես կարծում եմ ավելի շուտ սա նախապատրաստություն է այն Վաշինգտոնյան մի քանի օրյա մարաթոնների եւս մեկ ռաունդ անցկացնելու արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին հետագայում նաեւ կհետևի, ինչպես նշեցի, երկրների ղեկավարների հանդիպում։ Այսինքն չեք բացառում այս այցից հետո ամսաթվի հայտարարում, հա, ԱԳ նախարար։ Հնարավոր է ԱԳ նախարարների հանդիպման ամսաթվի հայտարարում նույնիսկ, բայց նորից նշեմ, դա մեծ հավանականությամբ կլինի հաջորդ տարվա սկզբին։ Ինչ նկատի ունի Ադրբեջանը, ասում է Հայաստանի ի սկզբանե պնդած կարևոր հարցերը այլևս չկան, մի քանի քայլ առաջ են գնացել։ Խնդիրը առաջին հերթին իհարկե վերաբերում է Արցախին, Հայաստանը այլևս Արցախի ինքնորոշման, Արցախի հայ բնակչության իրավունքների մասին, հենց Արցախում չի խոսում այն ենթատեքստում, ինչ ենթատեքստում խոսում էր մինչ այդ։ Իհարկե Հայաստանը խոսում է այն մասին, որ նրանք իրավունք պետք է ունենան, հնարավորություն պետք է ունենան վերադառնալու Արցախ, բայց սա էլ խաղաղության համաձայնագրի հետ կապված, եթե չեմ սխալվում, 3 քաղաքացիական պայմանագրի կուսակցության խմբակցության քարտուղարն էր խոսում այդ մասին, խաղաղության պայմանագրի եթե կնքվի, դրանից հետո գուցե լինի հնարավորություն կամ դրանից հետո գուցե այդ հնարավորության վերաբերյալ բանակցությունները շարունակվեն։ Այս պահին ես էլ պետք է համամիտեմ բանախոսի հետ, պետք է նշեմ, որ այս պահին վերադարձի հնարավորություն չեմ տեսնում։ Այնուամենայնիվ Ադրբեջանը խոսում է այն մասին, որ Հայաստանը նման հարցերում այլևս այդպես սկզբունքային կամ կոշտ դիրքորոշում չունի, ինչը Ադրբեջանի համար որոշակի ընդունելի է։ Նույնը կա նաև հակառակ կողմից։ Ադրբեջանը եւս օրինակ կոշտ դիրքորոշում չունի Զանգեզուրի այսպես կոչված արտատարածքային միջանցքի հարցում, կոշտ դիրքորոշում չունի անկլավների հարցում, խոսում է, որ դրանց հետ կապված պետք է կարգավորել, բայց Հայաստանը եւս խոսում է այդ մասին։ Միակ հարցը կարծես թե մնացել է հարթակը, որտեղ հակասում են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը
ճնշումները, բայց Օբրայանի այցը կարծում եմ այս հարցում որոշակի փոփոխություններ Ադրբեջանի տեսակետում կմտցնի։ Շատ լավ, հարթակի հարցին կգանք։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը պնդում է այն գրեթե այն, ինչ որ հայկական կողմն է պնդում, որ խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը, կարող են պայմանագրերը չեղարկվել, այսինքն նայել է խոսում երաշխավորի, այսպես ասենք, ինստիտուտից, ասում է, գիտենք երկրներ, որ առանց պայմանագրել ապրում են, ուզում է մարդը հաստատված երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի Հայաստանի կողմից, պատերազմ չի լինի, կմոռանան Ղարաբաղի մասին, կառուցողական կլինեն սահմանազատման հարցում, պայմանագիրը մոտ 6-7 էջանոց, մոտ 20 հոդվածով փաստաթուղթ է։ Այո, ես համաձայն եմ եւ ավելին ասեմ, հանդիպումների ժամանակ իրենք հենց այդ հարցերը բարձրացրել են ի պատասխան Հայաստանի երաշխավորներ պահանջելու այդ կետի, նրանք էլ նշել են, թե մենք ինչ երաշխիքներ ունենք, որ օրինակ Հայաստանը չի փորձի ռևանշիզմի միջոցով Արցախը վերադարձնել, ինչ երաշխիքներ ունենք, որ հետագայում Հայաստանը չի հարձակվի Ադրբեջանի վրա, օրինակ 30 տարի անց, ինչպես 30 տարի անց իրենք հարձակվեցին, այսինքն երաշխավորի հարցը բարձրացնում են նաև իրենք, բայց սա երկարաժամկետ հեռանկարի մասին է, սա բավական լայն համատեքստում է, սա այն դեպքում, եթե ի վերջո օրինակ Ադրբեջանը չի կարողանում ճնշումներին դիմանալ եւ գնում է ինչ-որ մի արևմտյան հարթակ եւ ստորագրում է խաղաղության պայմանագիրը, բայց կա նաեւ կարճաժամկետ խնդիր այս պահին եւ Ադրբեջանը բավական լավ փորձում է լուծել այդ կարճաժամկետ խնդիրը, դա այդ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս հեռացնելն է, այս պահին չկնքելը եւ հնարավորինս ավելի ուշ այդ գործընթացում ավելի առաջ գնալը, որովհետեւ խուսափելու ճնշումներից ներկա ոչ թե խուսափելու, այլ ճնշումներին դեռևս դիմակայելու։ Դրա հետ է կապված օրինակ ամերիկա-ադրբեջանական լարումը վերջին շրջանում Ադրբեջանի եւ Եվրոպայի տարբեր երկրների միջև խնդիրները, դրա հետ է կապված օրինակ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ձևավորման հետ կապված արևմուտքի քննադատությունների ուժ գնացումը, նաեւ Ադրբեջանի կոնկրետ Ալիևի փորձերը պահպանել այդ ռեժիմը եւ պահպանել իր ընտանիքի գերիշխանությունը, հետաքննող լրագրողների ձերբակալել։ Այո, այսինքն այստեղ տեսեք մենք ունենք բավական լայն մասշտաբով խնդիրներ, հարցեր, որոնք առաջին հայացքից մեկը մյուսի հետ կապված չեն, բայց մեկը մյուսի օրգանական շարունակությունն է։ Շատ լավ, հիմա տեսեք, թե հայկական կողմը, թե ադրբեջանական խոսում է երաշխիքներից, որ լինի երաշխիք, որ ռևանշիզմ չլինի, ըստ էության երբ թե բնական են այդ վախերը իրար նկատմամբ 30 մի բան էլ ավել թշնամանքը այլ իրականություն չէր էլ կարող ծնել։ Հիմա բնական չի, որ Ադրբեջանին էլ ձեռնտու լինի Միացյալ Նահանգների երաշխավորությունը, որովհետև թիվ 1 գերտերություն կողմերի վրա ունեցող անսասան գործիքներ, հա, նոյեմբերի 9-ը Ռուսաստանի երաշխավորած փաստաթուղթներ եւ Ադրբեջանը կարողացավ շրջանցել տարբեր ձևերով միգուցե պայմանավորվել եւ այլն եւ կլանել Արցախը, հա, ռուս խաղապանների աչքի առաջ։ Հիմա երբ խոսում է երաշխիքներից, ինչ նկատի ունեն։ Բնական կլինի այն դեպքում, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները, ռեսուրսները, ռազմական ներուժները մոտավորապես համադրելի լինեն, հավասարակշռություն լինի։ Այսինքն այն դեպքում, երբ այս պահին, այսօր, օրինակ, Ադրբեջանը հասկանա, որ ուժով Հայաստանից որևէ բան փոխել չի կարող եւ բնականաբար Հայաստանն էլ հասկանա, որ ուժով Ադրբեջանից ոչինչ փոխել չի կարող։ Այս դեպքում երկու կողմերի սպասումները երաշխավորած կլինեն նույնը։ Այսօր իրավիճակը այդպեսին չէ, այսօր Ադրբեջանը դեռևս ունի որոշակի առավելություն ռազմի դաշտում, ուժային բալանսի ապահովման դաշտում, իհարկե խոսքը այն մասին չէ, որ Ադրբեջանը ինքնուրույն ունի դա, Ադրբեջանը ունի դա Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությամբ, եւ հենց սրա հետ է կապված այն, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին հզորացնել, որովհետեւ ինչքանով այդ հավասարակշռությունը ավելի մոտ լինի, այնքանով Ադրբեջանի մոտեցումները ավելի մեղմ կլինեն ընդհանուր հաջողություն գրանցելու հարցում, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք մի կարևոր բան, որ Ադրբեջանը, տեսեք, ձեր հարցում եւս այդ մասը կար, ձեր հարցում հենց պատասխանի մի մասը պարունակվում էր, Ադրբեջանը գուցե ինքն է ցանկանում հետագայում հնարավորություն ունենալ խախտել այդ պայմանները եւ ինքն է ցանկանում այնպիսի երաշխավոր, որի հետ կարող է պայմանավորվել, ինչպես օրինակ արեց Ռուսաստանի հետ։ Շատ լավ, Միացյալ Նահանգների դերակատարումը
Նրանք այսպես կարճաժամկետ նպատակներ ունեն այս խաղաղության պայմանագրի հետ, կան պնդումներ, որ ձգտում են այդ տեսարանը ստանալ, հա, Վաշինգտոնում Ալիևը Փաշինյանը ձեռք-ձեռքի են սեղմում, Բայդենը շնորհավորում է, դա ներքաղաքական բավական մեծ դիվիդենդ է այդ վարչակազմի համար, թե սա նաև կապված է Միացյալ Նահանգների նպատակների հետ այս ռեգիոնի ֆորմատավորման, ինչ լրջություն կա նրանց գործողությունում։ Ձեր հարցի ամենակարևոր բառն էր նաև, այո, եւ այն, այս պահին ինչու են փորձում արագացնել գործընթացները Միացյալ Նահանգներում, որովհետեւ ադմինիստրացիան, իշխող ադմինիստրացիային շատ հաճելի կլինի եւ շատ շահավետ կլինի, եթե այդ տեսարանը լինի, եթե ներքին դիվիդենդները լինեն եւ դա օգնի հաղթանակ տանել հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններում հայերի քվեները ստանալ եւ ոչ միայն հայերի քվեները, դա կբերի նաեւ մի ստվար հատվածի քվեներ, ովքեր խաղաղությունը ընդհանուր արժեք որպես գնահատում են եւ դա կլինի Բայդենի ձեռքբերումը, այսպես ասենք։ Մյուս կողմից կա նաեւ Միացյալ Նահանգների հետագա հետաքրքրությունը, որը կապված է աշխարհակարգի փլուզման եւ նոր աշխարհակարգի ձևավորման հետ։ Նախկինում մինչեւ 2022 թվականի փետրվարի 24-ը այս հատվածը հիմնականում այդպես չգերված համաձայնությամբ նույնիսկ ոչ բանավոր ուղղակի իրար հասկանալու այդպես ինչ-որ տրամաբանության մեջ համարվում էր ռուսական ազատության գոտի եւ իհարկե այլ պետություններ այլ մասնակցություն ունեին, բայց գերակա իրավունքը որոշումների կայացման Ռուսաստանինն էր։ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո խառնվել է դա, այլևս այդպես չէ եւ թե մեր տարածաշրջանում, թե միջինասիական տարածաշրջանում, թե այլ հատվածներում, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը բավական մեծ էր, տեղի ունենում ազդեցության գոտիների վերաբաշխում։ Դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ցանկանում է այդ ազդեցության գոտին վերցնել, բայց դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի այդ վերաբաշխման արդյունքում Ռուսաստանը ունենա շատ ավելի փոքր ազդեցության հնարավորություններ, քան մինչ այդ էր։ Եվ դրա համար այստեղ փորձում են ազդեցության գոտիներ ձևավորել, այստեղ փորձում են իրենց հնարավորությունները ընդարձակել այլ ուժային կենտրոններ, մասնավորապես ես նշեմ Ֆրանսիայի անունը, որը արդեն բավական տեսանելի աշխատանք կատարում է, բայց բացի այդ աշխատանքը, հիշենք, որ նախորդին Ֆրանսիայի դեսպանը նախարարներից մեկի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ շատ ավելի մեծ ծրագիր է ձևավորվում, հավակնոտ փաթեթ է ձևավորվում Հայաստանի հետ կապված, ինչը վերաբերելու է Հայաստանի բազմաթիվ ոլորտներին, հուսանք, որ այստեղ իմ հույսերի մասին ես պիտի ասեմ, հուսանք, որ Հայաստանը չի ձևավորի այնպիսի կախվածություն Ֆրանսիայից, ինչպես ձևավորել էր ժամանակին Ռուսաստանից, բայց մյուս կողմից կկարողանանք ունենալ դիվերսիֆիկացված տնտեսություն, դիվերսիֆիկացված բանակ, ռազմական հնարավորություններ եւ ընդհանուր առմամբ դիվերսիֆիկացված պետություն։ Շատ լավ, այսինքն երբ որ մենք խոսում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայից, եթե դու ներսից անվտանգային տնտեսական ենթակառուցվածքներով, էներգետիկ եւ այլ դաշտերով կախվածություն ունես Ռուսաստանի Դաշնությունից, բնականաբար նա մի օր լարսն է փակելու, այնքան խոսել ենք այս թեմայով, արդեն մանրամասների կարիք երևի թե չկա։ Հիմա նաև Ֆրանսիայից բացի USAID-ին Միացյալ Նահանգների հետ խոշոր պետական կազմակերպությունն է հայտարարել Հայաստանի դիմադրողունակության բարձրացման նպատակների մասին, էներգետիկ եւ այլ ոլորտներում։ Կարելի է ասել, որ թուլանում են Ռուսաստանից կապեր կամ կթուլանան եւ որն է լինելու հաջորդ, այսպես ասենք, արարը հայ-արևմտյան, այսպես հարաբերություններ։ Նախ պետք է նշել, որ USAID-ի հայտարարությունները եւ գործողությունները ներգրավում են այն ընդհանուր տրամաբանության մեջ, որով աշխատում է Արևմուտքը այս պահին Հայաստանի հետ, իսկ այդ տրամաբանության մասին ես արդեն ասացի, այն է, որ Հայաստանի դիմադրողականությունը պետք է բարձրացնել, ներուժը պետք է բարձրացնել, որպեսզի համադրելի դառնա Ադրբեջանի հետ, եւ Ադրբեջանը ստիպված լինի այդ համադրելի պայմաններում տեսնել, որ չունի այլ միջոցներով խնդիրը կամ խշերքի նժարը իր կողմը թեքել հնարավորություն գնալ եւ ստորագրել կամ համաձայնել այն պայմաններին, որոնք առաջարկվում են։ Սրա մասին արդեն բացահայտ հայտարարում են արևմտյան
եւ պաշտոնյաներ եւ տարբեր վերլուծական կենտրոնների փորձագետներ եւ սրա որոշակի դրսեւորումներ մենք տեսնում ենք։ Բայց արդյոք դա միայն Ադրբեջանի, այսպես ասենք, նկատմամբ այո, ես դրան եմ ցանկանում անցնել։ Մյուս կողմից Արևմուտքը ունի նաեւ իր խնդիրները, իր շահերը, որոնք այս դեպքում համադրվում են նրա հետ, ինչի մասին մենք խոսեցինք, եւ այդ շահերի մեջ է մտնում օրինակ Ռուսաստանի ազդեցության թուլացումը։ Շատերն են օրինակ ռուսական ազդեցությունը այստեղ տարածող, ռուսական ազդեցության տակ գործող փորձագետներ կան, փորձագետներ, որոնք ուղղակի ունեն այլ պատկերացումներ Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ եւ նրանցից շատերն են նշում, թե Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի ազդեցություն թուլացնել եւ ոչ թե Հայաստանին օգնել։ Բայց դա բնական է, ոչ ոք ուղղակի գեղեցիկ աչքերի համար չի օգնելու, իրենց շահերը ունեն եւ կօգնեն այն դեպքում, երբ իրենց շահերը կհամադրվեն Հայաստանի շահերի հետ։ Եվ այս դեպքում Ռուսաստանի ազդեցության թուլացման Արևմուտքի շահերը համադրվում են Հայաստանի անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման շահերի հետ։ Եվ մենք ստացել ենք այնպիսի իրավիճակ, որ անկախ նրանից Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել, թե ցանկանում է ինչ-որ մեկ ուրիշ բան, բայց այդ գործողությունները, որոնք իրենք կատարում են, մեզ համար շահավետ են։ Փորձել գտնել Հայաստանի շահը, ինչպես կարելի է տեղավորել։ Այո, այստեղ Հայաստանի շահը տեղավորվում է այն գործողություններով, որոնք իրականացնում է Արևմուտքը, եւ այստեղ բացարձակապես կապ չունի Արևմուտքը դա իրականացնում է մեզ համար, թե մեկ ուրիշի համար։ Բայց արդյոք նաեւ Ռուսաստանը չի փոխել իր քաղաքական վեկտորը Հարավային Կովկասում ընտրելով Ադրբեջան եւ սկսած շատ վաղուց ի դեպ, երբ որ 2007-ից սկսած նրանք արդեն ռազմական մատակարարումներ են արել եւ Կազարի հետ բանակցությունների ձախողումից հետո ավելի մեծացել է զենքի մատակարարումը եւ միլիարդավոր դոլարներ ըստեյության Մոսկվան հաշվարկում էր, չէ, որ այդքան զենք տալով Ադրբեջանին փոխվելու է, այսպես ասենք, հարաբերակցությունը ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Մեկ-մեկ ասում են, դե մենք չգիտեմ քանի տոննա զենք էին գնում Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Ադրբեջան քանի միլիարդների էր գնում, էլի։ Տեսեք, Ռուսաստանի վարքագիծը ռացիոնալ է եւ օբյեկտիվ։ Ռուսաստանը ոչ թե նեղացել էր հայերից եւ փոխել էր իր քաղաքականությունը, այլ Ռուսաստանը ունի հստակ աշխարհակաղակական պլան։ Ռուսաստանի աշխարհակաղակական պլանն է վերադարձնել աշխարհակաղակական բևեռի իր կորցրած այդ հնարավորությունները, իսկ դա կարելի է անել միայն մեկ դեպքում, եթե իրենց պատկերացմամբ այսպես կոչված Եվրասիական տարածաշրջանը, որը ներառում է Արևելյան Եվրոպայից մինչև Չինաստան ընկած հատվածը, իրենց լավագույն երազանքներով նաև Չինաստանը, ռուսական գաղափարախոսների լավագույն երազանքներով, եթե այդ տարածությունում կլինի Ռուսաստանի ազդեցությունը։ Բնական է այդ տարածությունում շատ կարևոր դերակատար կա, որի աջակցությունը օդի եւ ջրի պես անհրաժեշտ այս պլանը իրագործելու համար, եւ այդ դերակատարը թուրքական աշխարհն է։ Առանց թուրքական աշխարհի աջակցության այս պլանները ուղղակի որևէ հիմք չունեն եւ այս պլանների մասին կարելի է մոռանալ։ Որպեսզի թուրքական աշխարհի աջակցությունը ստանար, Ռուսաստանը պետք է ինչ-որ բան տար թուրքական աշխարհին, իսկ լավագույն բանը, որ Ռուսաստանը կարող էր տալ թուրքական աշխարհին, դա Արցախն էր։ Այսինքն Ռուսաստանը ռացիոնալ կերպով հաշվարկել էր ծրագրեր եւ իրականացրեց այդ ծրագիրը։ Անմիջապես դրանից հետո, երբ նա ստացավ թուրքական աշխարհի աջակցությունը, փորձեց ստանալ նաեւ մեկ այլ հարթությունում հաջորդ խնդիրը կատարել, խոսքը Ուկրաինայի մասին է, որտեղ ձախողվեց։ Եթե Ուկրաինայում Ռուսաստանը չձախողվեր, մեր նշած այդ աշխարհակաղակական բևեռ դառնալու ծրագրի մի մեծ հատվածը նա իրականացրած կլիներ, ինչի արդյունքում էլ ինչի պատճառով էլ Ուկրաինայում արևմտյան աշխարհը ամեն կերպ փորձեց դիմադրել Ռուսաստանին, որպեսզի մեր նշած այդ բևեռը ուղղակի չառաջանա։ Բայց այս ամբողջը աշխարհակաղակական, այսպես ասենք, մակերեսն է իրադարձությունների։ Մեզ հետաքրքրում է մեզ վերաբերվող մասը եւ մեզ վերաբերվող մասում հասկանալով Ռուսաստանի այդպիսի տրամադրվածությունը, այդպիսի մոտեցումները, ցավոք սրտի 2007-ից սկսած, կարելի ասել Պուտինի հայտնի այդ ճառից հետո անհրաժեշտ էր իրականացնել կանխարգելիչ գործառույթներ։ Ցավոք սրտի Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունները մի փոքր այլ ուղղությամբ գնացին, սկզբում ըստ իմ դիտարկումների սկզբում ընդհակառակը փորձեր արվում ինտեգրվել այս ծրագրում եւ Արցախի հարցը լուծել ոչ թե թուրքական աշխարհին ինչ-որ մի բան տալու, այլ այդ թուրքական աշխարհի հետ Ռուսաստանին ինտեգրվելու միջոցով։ Հետագայում փորձ արվեց 2009-13 թվականներին Եվրամիության հետ այդ ասոցիացիան համաձայնագրի շրջանակներում ինչ-որ բան փոխել, ինչը շատ արագ կասեցվեց Ռուսաստանի կողմից 2013 թվականի սեպտեմբերի 3-ով եւ 2018 թվականին, երբ իշխանությունը փոխվեց, նոր իշխանությունը եւս շարունակում էր նման վարվելակերպը, հույս ունենալով, որ այնուամենայնիվ
Ռուսաստանը կամ միտքը կփոխի կամ ինչ որ բան տեղի կունենա եւ կփրկվենք, ցավոք սրտի այդպես չեղավ, ամեն ինչ գնաց այնպես, ինչպես ծրագրավորված էր դեռ 2007 թվականից, եւ միայն 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի իշխանությունները հասկացան, որ հայտնվել են այնպիսի դրության մեջ, որտեղ կա միայն մեկ ելք, փորձել գտնել այլ հնարավորություն եւ միայն 2022 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանը սկսեց այդպես արդեն post factum, արդեն տեղի ունեցած իրադարձություններից հետո գոնե եղածը չկորցնելու տրամաբանությամբ դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այստեղ մենք կարող ենք մեղադրել միայն մեզ, ոչ Ռուսաստանին, ոչ թուրքական աշխարհին, ոչ արևմուտքին, այստեղ մեղավորենք միայն մենք։ Շատ հաճախ կարելի է հանդիպել բանավեճի, այսպես հեռանում է Ռուսաստանը չի հեռանում, նախ որ ասում են հեռանում է ցույց են տալիս Հայաստանի իշխանությունների գործակցության փաստերը արմենիան պետությունների հետ Ֆրանսիայից զենքի այսպես ներկրում Միացյալ Նահանգների աջակցություն զինված ուժերի բարեփոխումներին ԵՄ-ի այսպես բացահայտ նաև աջակցությունը Հայաստանի Ժոզեֆ Բորելն է բավական կոշտ քննադատել Բաքվին այսպես տեղահանությունների մեջ, բայց նրանք ովքեր դեմ են արտահայտվում այդ գաղափարն ասում են ոնց ենք փոխում, եթե ՀԱՊԿ-ում ենք, ԵՏՄ-ում ենք, զորքերը ամենուր են Հայաստանում, Ռուսաստանի էլ չասած տնտեսական եւ այլ ասպարեզներում, այսպես նրանց ներկայացվածություն, այդ դուք ոնց եք պատկերացնում Ռուսաստանի ներկայությունը, ապագան Հայաստանի Հանրապետությունում, դա ինչպես տենց մի օր ճամպրուկներով մենք տեսնելու ենք նրանք գնացին, թե նրանք այնքան են թուլանալու մնալով այստեղ, որ ինչ էլ անի հայկական կողմը որևէ ազդեցություն չունեն։ Շատ չարչրկված թեմա է նույնպես, ես համաձայն չեմ այն վերլուծաբանների հետ, ովքեր նշում են, թե Ռուսաստանը հեռանում է։ Ռուսաստանը չի հեռանում, ուղղակի Ռուսաստանը կորցնում է ազդեցության գոտիներ։ Դա այլ բան է։ Հեռանալը մենք տեսել ենք 1917-18 թվականների ներողություն, երբ Ռուսաստանը ուղղակի ձեր նշած ձևով ճամպրուկներով թողեցին գնացին եւ կարելի է ասել Հայաստանը այդտեղ բավական լուրջ հաջողություններ արձանագրեց, որում նա գտավ դաշնակիցներ, նույն Մեծ Բրիտանիան բավական լուրջ աջակցություն էր այդ ժամանակ մեզ ցույց տալիս եւ այն որ Հայաստանը Սադահապատից հետո մի կերպ փրկված 12000 քառակուսի կիլոմետրով ընդամենը 2 տարում կարողացավ իր շուրջը ձևավորել 60000 քառակուսի կիլոմետրանոց գոտի, որտեղ Հայաստանի իշխանություններ փաստացի, այդտեղ ամենամեծ աջակցությունը Հայաստանը ստացել է Մեծ Բրիտանիայից։ Ստանալով նրա զենք զինամթերքը Նախիջևան ոչ միայն զենք զինամթերքը, այլև կանոնավոր բանակի զինվորներ են Աստեղ բրիտանական նավերը բարձրացել են հայկական բրիտանական նավերը բարձրացել են հայկական սարերը եւ դա հայտնի փաստ է, այլ հարց է, որ Խորհրդային Միության գաղափարախոսությունը փորձեց դա այլ կերպ պատտել եւ ներկայացնել, որի տակ շատերը մնացել են մինչեւ այսօր ներողություն նման արտահայտության համար։ Այստեղ հարցը այլ է, հարցն այն է, որ Ռուսաստանը տարածաշրջանից չի գնում, Ռուսաստանը ընդհակառակը ավելի է արմատավորվում օրինակ Ադրբեջանում։ Ռուսաստանը ազդեցության գոտիներ է կորցնում Հայաստանում։ Ադրբեջանին դա ձեռնտու է այս պահին, որովհետև տնտեսական առումով Ադրբեջանը շատ մեծ հնարավորություններ ունի այս պահին Ռուսաստանից էներգակիրների տարանցիկ տեղափոխման հարցում, դրա մասին բոլորը գիտեն, նույն Եվրոպայում դրա մասին գիտեն, Միացյալ Նահանգները գիտի, բայց բոլորին դա ձեռնտու է, առանց ռուսական էներգակիրների այսօր նրանք ուղղակի գոյատևել չեն կարող, իսկ գնել ուղիղ Ռուսաստանից բնական է, որ չեն ցանկանում։ Եվ Ադրբեջանը այսպեսով դարձել է բավական կարևոր պետություն եւ Ռուսաստանի համար եւ Եվրամիության համար, բայց եւ Ռուսաստանի համար, եկեք այստեղ կենտրոնանանք, եւ Ռուսաստանը արմատավորվում է Ադրբեջանում, տեսեք, Արցախում հայություն չկա, բայց Արցախի ռուս խաղաղապահները դեռևս այնտեղ են, եւ ես շատ մեծ համոզվածություն ունեմ, որ վերջնականապես նրանք Արցախը չեն լքելու ցանկացած պարագայում, ինչը լինելու է Ալիևի կողմից տրված վարձը Պուտինին նրա համար, որ Պուտինը հնարավորություն տվեց Արցախը վերցնել։ Եկեք ես այսպեսի պատմական անալոգիայի մասին հիշեցնեմ, Պապ թագավորին հռոմեացիները օգնեցին, որպեսզի Հայաստանը ազատագրի պարսիկներից, բայց 3 Հայաստանի 3 շրջաններ նրանք վերցրել են եւ անընդհատ Հայաստանի դիմումներին այդպես նորմալ պատասխան չէին տալիս, թե երբ են հեռանալու եւ նույնիսկ մեկ անգամ նրանց պաշտոնյաներից մեկը այդպես առանձին դժգոհել է, սա պատմական փաստ է, թե Հայաստանը չի հասկանում, որ դա վարձ է նրա դիմաց, որ օգնել ենք Հայաստանը ազատագրել։ Նույն կերպ դա վարձ է լինելու Ադրբեջանի կողմից նրա համար, որ ռուսները հնարավորություն են տվել Արցախը վերցնել։ Եվ ստացվում է, որ Ռուսաստանը ավելի է արմատավորվում տարածաշրջանում։ Հարցն այն է, որ Հայաստանում նա ազդեցության գոտիներ է կորցրել եւ շարունակում է կորցնել։
Հայաստանի իշխանությունները ցավոք սրտի շատ վարանոտ են, վախվորած են, ինչի մասին դուք ակնարկեցիք ձեր խոսքում, եւ շատ հարցերում փորձում են նույնիսկ արգելակել դիվերսիֆիկացման գործընթացը, ինչպես օրինակ հապկից դուրս գալու հարցում, որը պետք էր սկսել արդեն երևի մի 6-7 ամիս առաջ, ամենաուշը, բայց գործընթացը թափ է հավաքում եւ նույնիսկ Հայաստանի իշխանությունների մեծ ցանկության դեպքում արգելակել անընդհատ հնարավոր չի լինել։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանին։